Վաղարշաբաթ խոշորացված համայնքում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կկարողանա միանձնյա քաղաքային իշխանություն ձևավորել։ Ավագանու կազմում ընդգրկվել է 3 ուժ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայն ավագանու 33 տեղերից ՔՊ-ն ստացել է 19 մանդատ, հաղթանակ դաշինքը 12, Մայր Հայաստանը 2 մանդատ։ Ընտրելու իրավունք ունեցող 69866 քաղաքացիներից նոյեմբերի 16-ի քվեարկությանը մասնակցել է 31527 մարդ կամ ընտրողների 45.12%-ը։ Հայաստան է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էլիսեն Հուքերը։ ԱՄՆ դեսպանատան հաղորդմամբ Հուքերը Երևանում է տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության հարցերով նախագահ Դոնալդ Թրամփի տեսլականն առաջ մղելու նպատակով։ Նախատեսվում են նրա հանդիպումները Նիկոլ Փաշինյանի, արտգործնախարար Արարատ Միրզոյանի, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, ինչպես նաեւ Հայաստան-Թուրքիա կարգավորման հարցերով հատուկ բանակնած Ռուբեն Ռուբինյանի հետ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երրորդ օրն է քննարկում է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության էլեկտրաէներգիայի բաշխման արտոնագիրը չեղարկելու հարցը։ Հանձնաժողովն այսօր մերժել է վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը։ Հեցի վերահսկիչ կոմիտեն ընկերության շուրջ ստեղծված իրավիճակն անվանում է բռնի զավթում, որի համար կվճարի հանրությունը, իշխանություններն իրենց հերթին քննարկում են Հայաստանի էլեկտրական ցանցերի ապագայի 2 սցենար՝ ազգայնացում եւ մասնավորեցում, ընկերության կառավարմանը Հայաստանի կառավարության մասնակցությամբ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նոյեմբերի 17-ին Ֆրանսիա կատարած այցի շրջանակում հնարավոր է պայմանագրեր կնքի հակաօդային պաշտպանության միջոցների, ռազմական ինքնաթիռների եւ հրթիռների մատակարարման վերաբերյալ։ Զելենսկին սոցցանցում գրել է, որ պատմական համաձայնագիր է նախապատրաստվել Ֆրանսիայի հետ։ Reuters-ի աղբյուրները հայտնել են, որ այցի շրջանակում հնարավոր է 10-ամյա ռազմավարական ավիացիոն համաձայնագրի կնքում, ինչը կնշանակի Կիևին բազմաֆունկցիոնալ Ռաֆայել մարտական ինքնաթիռների մատակարարում։ Համաձայնության շրջանակում հնարավոր է նաեւ հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերում։ Լեհաստանը նոյեմբերի 17-ից բացում է Բելարուսի հետ սահմանային անցակետերը Կուժնիցայում եւ Բաբրովնիկում, հայտնել է երկրի ներքին գործերի նախարարը։ Բաբրովնիկի սահմանային անցակետը բաց կլինի բացառապես Եվրամիության եւ Ազատ առևտրի Եվրոպական ասոցիացիայի երկրներում գրանցված տրանսպորտային միջոցների, ինչպես նաեւ ուղևորատար տրանսպորտի, այդ թվում ավտոբուսների համար։ Կուժնիցայում սահմանային անցակետը միայն ուղևորափոխադրումների համար, բացառությամբ ավտոբուսների։ Լեհական կողմն այս անցակետերը փակելու որոշում էր կայացրել, երբ բելարուսական կողմը բանտարկել էր Բելարուսի լեհերի միության ակտիվիստ եւ լրագրող Անջեյ Պոչոբուտին։ Հայաստանի տարածքում նոյեմբերի 17-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, գիշերը լեռնային գոտիներում ձնախառն անձրևի տեսքով։ Նոյեմբերի 17-ի ցերեկը 18-ից 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 17-ից 21-ին աստիճանաբար կբարձրանա 2-ից 3 աստիճանով։ Երևանում նոյեմբերի 17-ի գիշերը եւ առավոտյան սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը կլինի 14-ից 16, երեկոյան 6-ից 8 աստիճան տաքություն։